Տարին սկսելու ամենալավագույն մեկնարկն է կարծես այս զորակոչով, որ տեսակ ինչպես նաև Սուրեն Պապիկյանն էր երեք գտնվում կենտրոնական կայանում, որտեղից արդեն զորակոչիկները գնում էին ծառայության, եւ պետք է նշեմ, դեռ նախագիծը չընդունված, դեռ քննարկման փուլում բավականին դրական ազդակներ ենք ստացել, հատկապես այն ծնողներից, ովքեր պատրաստվում են իրենց երեխային բանակ ուղարկել, բայց բացի նրանից, որ տարի ու կես է լինելու ծառայությունը, նաև դուք գիտեք, թե հիմա ինչպեսի ծառայության պայմաններում են ծառայում մեր նորակոչիկները եւ հետեւաբար ծնողներն էլ ավելի մեծ անհանգստություն չունեն իրենց երեխաներին բանակ ուղարկելու եւ կարծում եմ սա նաեւ ծնողների համար շատ կարեւոր է, որպեսզի իրենց երեխաները նաեւ ծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում, որովհետեւ հիմա շատ ավելի ապահով են ապրում, շատ ավելի ապահով են ծառայում եւ պետք է նշեմ, որ 2025 թվականն էլ համարվում է բացառիկ տարի այդ առումով, որ ամենախաղաղ տարին է եղել անկախացումից հետո երկրի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ այսօր ծնողները մեծ ոգևորությամբ են իրենց երեխաներին եւ հպարտությամբ են ուղարկում Հայաստանի Հանրապետության բանակ։ Պետք է ասեմ, որ նաեւ բավականին շատ խոսակցություններ եղավ նաեւ արտաքին պարտքի վերաբերյալ, գիտեք, որ ազգային ժողովում վարչապետը եւս հայտարարեց, թե արտաքին պարտքը կոնկրետ ինչի վրա է ծառայել եւ դուք տեսնում եք, որ պարբերաբար նաեւ վարչապետն է նախատեսում այսպես հանդիպումներ, որ գնան գնված զենքերին ծանոթանան, տեսնեն, պայմանները տեսնեն իրենց տղաները ինչպես են ծառայում եւ հետեւաբար այս ամեն ինչը բերում է նրան, որ մարդիկ մեծ ուրախությամբ իրենց երեխաներին ուղարկում են Հայաստանի Հանրապետության բանակում ու հպարտությամբ ծառայելու